Ես ուզում եմ ողջունեմ ձեզ, քանի որ ես տեսնում եմ ու գիտեմ այս մթնոլորտը ինչ կան, ազդում է ձեր վրա, ձեր գոլեգաների վրա եւ ամենավտանգավորը, որ այս իշխանությունը նույնիսկ մշակույթի մարդկանց է վախեցնում։ Եթե մշակույթի մարդիկ չեղան մեր ազգի առաջ գնալու լոկոմոտիվը, դուք եք հասկանում, որ մենք պետություն ու ազգ չենք ունենալու։ Դրա համար ես շատ կուզենայի, որ ձեր գոլեգաները այսօր տեսնեին մեզ, լսեն մեզ, հասկանան, որ մենք կորցնելու շատ բան ունենք։ Մենք այն ջրբաժանի առաջ ենք կանգնած, որ կամ հայ ենք մնում, կամ չենք մնում։ Սա խոսքեր չեն, սա իրոք ներկա իշխանության վարած քաղաքականությունն է, իրենք չկարողանալով 8 տարվա մեջ մեր ժողովրդին, մեր ազգին ինչ որ բան տալ սկսեցին, մտցնել վախի մթնոլորտ, որ մարդիկ էլիտան ձայն չհանի, ինչը որ հիմա մենք տեսնում ենք, չնայած ես շատ ուրախ եմ, որ արդեն շատ մարդիկ ակտիվանում են, վախենալ պետք չի, ես իրոք կարող եմ ասել, որ մեզ հաջողվեց մարդկանց կանգնեցնել այս պայքարի ուղղությամբ եւ մենք ունենք ձեզ հետ 10-12 օր, որ ավելի շատ կանգնեցնենք։ Դրա համար ես շատ ուրախ եմ, որ դուք եկել եք, կուզենայի այսօր բոլորս արտահայտվենք, դուք հարցեր տաք, ես հարցեր տամ, դուք էլ մեզ ուղղություն ցույց տաք, այս 10 օրվա ընթացքում ինչ անենք, որ առաջին հերթին մեր ժողովուրդը իրոք կանգնի ու գնա ընտրության, քանի որ դա միգուցե գլխավոր խնդիրն է հիմա։ Դրա համար մենք ամեն մարդու կարիք ունենք, որ առավել եւս ձեր խոսքը լսելի է բոլորի համար, ես շատ կխնդրեի, ուրախ կլինեի, որ դուք հիմա մի քիչ ավելի ակտիվ կանգնեիք այս պայքարի ուղղությամբ, էլ եմ ասում, մենք մեր երկիրը, մեր ազգը կորցնելու վտանգի տակ ենք։ Մենք տեսնում ենք, որ բռնած ճանապարհը տանում է մեր երկրի թրկացմանը։ Իսկ մենք հասկանում ենք դրանից հետո ինչ է կատարվելու։ Կամաց-կամաց հայաթափելու են երկիրը, դրա համար նորից եմ ասում, 10-12 օր ժամանակ ունենք, որ նորից լսեցնենք մեր ժողովրդին, մեր անհանգստությունները, նորից մարդիկ հասկանան, նույնիսկ Փաշինյանին աջակցողները հասկանան այս վտանգները, որ եթե իրենց ընտրում են Ալիևին, ընտրում են Ալասկյարին, ընտրում են Ախմեդին, իրենք չեն ընտրում արդեն հայկականությունը։ Տարիներ շարունակ մեր մեծերը մեզ թողել են մաքուր անարատ երկիր, հայկական աշխարհ, այսինքն ինչ, մեր սերունդը հիմա պետք է լսի մի փոքրիկ խունտայի ու ամբողջությամբ մի քանի տարվա ընթացքում վերափոխեն մեր հայկականությունը։ Եվ ամենակարևորը ձեր օգնության կարիքը հետագայում մենք կունենանք, զարգացնենք մշակույթը մարզերում, ինչը որ բացարձակ գոյություն չունի։ Դուք գիտեք, որ մարդիկ աղքատ ապրում են, ոչ ոք հնարավորություն չունի գան Երևան, կինոթատրոն գնան, թատրոններ գնան, այսինքն դրանով էլ զարգացվածության մակարդակը հասցնելու ենք զրոյի։ Եթե մենք շատ արագ չհասցրեցինք մշակույթը մարզեր, հետագայում նաև գյուղեր, որ բոլոր մարզերում կինոթատրոններ լինեն, թատրոններ լինեն, թեկուզ փոքր չափսերի, թեկուզ քիչ, բայց երիտասարդները զբաղմունք ունենան, մենք դա արել ենք Տաշիրում,
բոլոր խմբակները կան, ամեն ինչով երեխաները զբաղվում են, բայց սա պետք է անել համատարած մարզերում ու ավելի մեծ չափսերի։ Մենք ունենք արդեն նախագծեր, սկզբից սկսում ենք մարզ կենտրոններում, մեկ շենքի մեջ լինելու է ամեն ինչ, սկսած սպորտային, ասենք ֆիթնես ժամանակակից զալեր, կինոթատրոններ, թատրոններ, բոլոր մշակույթի զարգացման համար միջոցառումներ ստեղծելու ենք։ Հասկանում ենք մեր երկրի ներկա խնդիրները, ցանկությունը ունենք, կարող եք չկասկածել, հնարավորություններն էլ ունենք, թե անձնական, թե այլ հնարավորություններ ունենք, որը դուք շատ արագ տեսնեք, այդ զարգացումները դուք շատ արագ տեսնեք, բայց մենք ձեր կարիքը ունենք, մեր մշակույթի գործիչների կարիքը ունենք, մեր երգիչների կարիքը ունենք։ Մարդիկ ընդամենը իրենց կարծիքն են ասում, բռնում բոլորին տանում, լսում են բանտերը։ Անտեղի տեղը մարդկանց ձերբակալում են, կամ եթե այդքան տղա եք, հայտարարեք, որ մենք արդեն Հյուսիսային Կորեա ենք, էլ ոչ մեկը իրավունք չունի միցինգ անի, ոչ մեկը իրավունք չունի թարս խոսք ասի, կամ էլ եթե խաբել եք մեզ, որ ժողովրդավարական երկիր ենք, մենք էլ հավատացել ենք, ուրեմն հանգիստ պահեք ձեզ, բայց վստահ եղեք, ոչինչ չի օգնելու իրենց գնացքը արդեն գնում է, մնում է այդ գնացքի մեջ լցնենք իրենց, գնացքը արդեն ճանապարհին ուղիղ դեպի հարևան երկիր ուղարկել ենք, մնում է սրանց էլ լցնենք այդ գնացքի մեջ, պրծնենք սրանցից, այս պարտվողականության հոգեբանությունից պրծնենք, խաղաղություն եմ ասմաբերել, լավ կլինի այդ խաղաղությունը գնա Ադրբեջանում բերի, մենք մի քիչ հանգիստ ապրենք, որտեղ իր բերած խաղաղության ժամանակ հայ չի ապրում, որտեղ խաղաղություն է բերում, միանգամից հայաթափվում է։ Դրա համար մենք վտանգ ունենք, բոլորը տեսնում եք, չգիտեմ, ով ինչ չափսերով է հավատում, ով ինչ կանա տեսնում, բայց վտանգ ունենք մեր Սյունիքի մասով, մեծ վտանգ ունենք, այս երկրները, որ այսքան շահագրգռված են, իրեն շուրջ վազվզում են, հակառուսական քաղաքականություն են մտցնում, դա միայն նրա համար է, որ մի հատ էլ տանեն Պրագա, հիմա էլ ասեն Սյունիքը ինչ էր, դժգույն, դժբախտ տեղ էր, մի հատ էլ էսի հանձնենք, խաղաղ ապրենք։ Եվ այդպես շարունակ գալու են հասնեն են իրան շեֆ ընդեղից անունները տալիս է հերթով, էսի Գյոլչյանա, էսի Բասարգեչյանա, էսի էսա, սրանք էլ վազում ամեն ինչ անում են, ապահովեն դրանց։ Այն օրը ասում ես երաշխավորում եմ, որ չեն գա, ինչով է երաշխավորում։ 20 թվականից Հայաստանի մասով մեր պետությունը ոչ մի որոշման կայացման մեջ չի մասնակցում։ Բոլոր որոշումները կայացում են տարբեր երկրներում։ Մեր երկրին չեն էլ հարցնում ինչ են որոշել։ Տանում նստեցնում են, մի հատ թուղթ են տալիս ստորագրե, իրենք էլ ամբողջ թիմով գոչում են, որ էսի խաղաղության թուղթն էր։ Այսինքն պարտադրում են մեզ ստորագրել այդ թուղթը, բայց մենք ներսում լսում ենք, որ սա մեզ համար խաղաղություն բերեց, 4-րդ հանրապետություն բերեց, հեսա մենք 5-րդը կունենանք շուտով, եթե սրանք մնան, բայց մենք թույլ չենք տալու, դուք հանգիստ եղեք, արդեն ստոպի ժամանակը եկել է, մենք իրենց ստոպ ենք անելու հունիսի 7-ին և բոլորս վստահ եմ ապրելու ենք նոր երկրում, ավելի մշակույթային երկրում, ավելի ուժեղ էլիտայով երկրում, որտեղ եթե մենք էլիտա չձևավորեցինք, մենք ինչով էլ ուզում զբաղվենք, հարուստ էլ լինենք, ամեն ինչ կանենք, բայց մենք չենք ունենա այն ազգայինը, որ պարտավոր ենք ունենանք։
մենք իրավունք չունենք աչքատող անենք Հայաստանի թրկացումը, կամ մենք հայ ենք, կամ հայ չենք, այսինքն ընտրությունը, ես չեմ ասում ինձ ընտրեն, ազնվությամբ դրա մասին չի խոսքը, պետք է ընտրեն սրա գնալու մասին, կարող են ընտրել տարբեր ուժերի, ոչ մի խնդիր ես չունեմ, բայց որ իրեն ճանապարհելու ենք եւ Հայաստանը սարքելու ենք ամբողջ աշխարհի հայության ապահով տունը դուք վստահ եղեք։ Բոլոր հայերը Հայաստանում պետք է իրենց զգան ոնց իրենց տանը։ Բայց դրա համար պետությունն էլ պետք է կանգնի իրենց կողքը։ Գալիս է մի պահ, որ դու զգում ես միայն քո պետության կարիքը։ Ես դա ամեն օր եմ զգացել 30 տարվա մեջ, բայց երբ որ դու արդեն զգում ես, որ դու թիգունք չունես, պետություն չունես, քո պետությունը ամեն ինչ անում է, որ քեզ վնաս հասցնի, ամեն ինչ, ամեն քայլը վնաս է հասցնում մեր սփյուռքին, այսինքն կարելի է ասել, որ սա թշնամական իշխանություն է մեր երկրի գլխին կանգնած, որովհետև եթե մարդը թշնամություն է անում 7 միլիոն հայերի համար, թշնամություն է անում իր ներքին հայերի կարող եմ վստահ ասել 70%-ի համար, էլ ինչ, 30%-ով ինչ են անելու, այդ 30%-ն էլ խափնված, մոլորված մարդիկ են, ովքեր չեն հասկանում ինչի մասին է խոսքը, ովքեր չեն հավատում, որ այս մարդը 300,000 ադրբեջանցի է բերելու լցնի Հայաստան, դրանով փորձելու են մի 5 տարվա մեջ դեմոգրաֆիան մեր երկրի փոխեն ու հանգիստ երկու երկիր միացնեն իրար պրծնեն։ Դրա համար մենք շատ ակտիվ տանելու ենք այս քաղաքականությունը եւ կցանկանայի, որ այն մարդիկ, ովքեր իրենց կարծիքը ազդեցություն ունի, միանան հայապահպանման մեր քայլերին։ Ես նկատի չունեմ մենակ մեզ, ցանկացած օպոզիցիոն ուժը հիմա շատ կարևոր է մեզ համար, որ մենք կարողանանք այս մարդկանց դուրս շպրտել, այսինքն տեղն էլ գիտենք ուր շպրտենք, իրենք էլ պատրաստ են գնան, մնում է մենք օգնենք, չեք տեսնում, այս մարդիկ հոգնել են, արդեն իրենք էլ չգիտեն էլ ինչ անեն, փորձանքը փորձանքի վրա բերում են այս երկրի գլխին, ամեն օր փորձանք են բերում, դրա համար օգնենք, մի քիչ ցած անենք, իրենք վազելով կգնան, իրենք այնտեղ ունեն նորմալ, Փաշինյանը հաստատ Կանադա կգնա, ես մի քանի հոգին էլ մի ձև տեղավոր են, թուրքերը կամ ադրբեջանցիք, շատ քիչ են մնացել, դուք էլ տեսնում եք, որ իրենք մաշվում են, իրենց թիմն էլ է մաշվում, նորից շատ շնորհակալ եմ, հիմա կուզենայի ազատ ֆորմատով, դուք հարց տայիք, ես հարց տամ, մի քիչ հետաքրքիր ժամանակ անցկացնենք։ Շատ շնորհակալություն ընդունելության համար, պարոն Կարապետյան։ Ես այն մարդկանց թվին եմ պատկանում, որ հերվից հեռու շատ համագրել եմ ձեզ, բայց առաջի անգամ ձեր ձեռքը սեղմեցի։ Հրաշալի է, որ 300,000 աշխատատեղ, հրաշալի է, որ մեր ազգի, մեր ժողովրդի նյութական վիճակը պիտի լավ էր, ես համոզված եմ, դուք այն մարդն եք, որ խոսք եք տալիս, որ խոսանում եք, կանեք դուք, համոզված եմ, որ կանեք։ Մի պակաս բան կա քարոզչության մեջ, պարոն Կարապետյան, մեր ժողովրդին նաև հոգևոր ոգևորություն է պետք, հայ ժողովուրդը աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկն է, եթե ոչ հնագույնը։ Ուզում եմ, որ դուք ձեր խոսքի մեջ հայոց էությունը եւ մեր պատմության մասին հիշատակ եք խնդրում եմ։ Ժողովուրդը ոգևորվի։ Դուք շատ կարևոր հարց բարձրացրեցիք, որ մենք մեր խոսքերում ավելի շատ պետք է անդրադառնանք ձեր բարձրացած հարցերին, բայց ես կուզենայի, որ դուք էլ այդ հարցերը բարձրացնեիք, որովհետեւ ձեր խոսքը ավելի արժեքավոր, ավելի ծանր է լինելու մարդկանց վրա, ավելի ազդեցիկ է լինելու։ Դրա համար դուք փորձեք
այս կար ժամանակահատվածում ակտիվ լինեք ձեր բարձրացած հարցերում։ Ես ինչ կարող եմ խոստանալ մշակույթի գործիչներին։ Ամենաարժանապատիվ կյանքը հենց հիմա խոստանում եմ։ Երկրի զարգացումը հենց հիմա խոստանում եմ։ Անցած օրը լրագրողներից մեկը շատ լավ ասեց, սպիտակ եղեռն անեն Հայաստանի հետ։ Իսկ դա երբ կարող են անել, երբ գոյություն չունենա էլիտա, երբ գոյություն չունենա պատմություն, երբ նոր սերունդը էլ չկարտա մեր հերոսների մասին։ Սերունդը, որ կարդում է հերոսների մասին, ուզում է նմանվել այդ հերոսներին։ Ես դրա համար ասում եմ, մեր հերոսները նորից դառնալու են հերոսներ, քանի որ եթե մենք կորցրեցինք էտալոններին մեր ազգի, պետք է երիտասարդությունը հնարավորություն ունենա նվիրվել գաղափարներին, նվիրվել մարդկանց, փորձել նմանվել իրենց։ Եթե մենք սա կորցնում ենք, մենակ կլցվենք իրենց նման այն ավտոբուսի մեջ, կմիացնենք մի հատ շատ անորակ երաժշտություն ու ամբողջ աշխարհի առաջ խայտարակ կլնենք։ Երկրի ներսում ինչ արել։ Գոնե մի հատ հիմնարկ կարա, ասի այս հիմնարկը մենք ստեղծել ենք 3 տարի առաջ, այս մյուսը 5 տարի, գոնե 3 հատ, 2 հատ, 1 հատ, դրա համար ասելու բան չունի, հարձակում է մարդկանց վրա, կանանց վրա, դուք հավատացեք, ինքը ավելի հեշտ կհարձակվի նաև մշակույթի գործիչների վրա, որովհետև իրենք իր առաջի թշնամիներն են, այն մարդիկ, որ հիշում են մեր պատմությունը, իրենց առաջի թշնամիներն են, որովհետև իրենք ունեն նոր գաղափար, իրական Հայաստանի գաղափարը, եթե սա թարգմանենք իր լեզվից, մենք ունենանք առանց հայերի Հայաստան։ Բացարձակ այս մարդկանց հետաքրքիր չի ոչ մշակույթ, ոչ տնտեսություն, ոչ մի բան։ Շատ կարևոր է, ես չգիտեմ, մշակվի մի ռազմավարություն կամ ծրագիր եւ ուշադրություն դարձվի անհատ ստեղծագործողներին, գրողներ, նկարիչներ, քանդակագործ, անհատ երգիչներ, կոմպոզիտորներ եւ այլն։ Շնորհակալություն։ Մենք միանգամից ասում ենք 150%-ով աշխատավարձերը բարձրանալու են եւ համամասնորեն բարձրացնելու ենք, ոչ թե ինչ որ 3 տարի հետո, հենց առաջի տարին բարձրացում ենք։ Բացի դրանից, մեզ համար գլխավոր խնդիրը լինելու է մշակույթի զարգացումը, իրոք որպես մշակույթի զարգացում, ոչ թե իրենք տառապեն իրենց թատրոններում։ Ամեն ինչը մենք պետք է սարքենք եկամտաբեր եւ հաստատ վստահ եղեք, մենք սարքելու ենք դա։ Մեզ մոտ ինչ, մարդկանց այսենց աշխատավարձի վրա պահում են, այնքան գոյատև են, որ ձայն չունենան, իրենք ինչի համար են դա արել, որտեղ վախեցել են, որ մարդը խոսք չունենա։ Եթե չունեցավ ուժեղ մշակույթ, ուժեղ մանկավարժներ, այդ ուժեղ բառը մենք պատահական չենք ընտրել, ամեն ինչը պետք է լինի ուժեղ, որ մարդը դրանով իրեն ներշնչի ուժ, հենց սկզբից, ուժը պետք է ինքը զգա, որ ինքը ուժեղ է, մինչև մարդը չհավատա նորից հայ մարդը, որ ինքը ուժեղ է, մենք ոչ մի հաջողություն չենք ունենալու։ Եթե ճիշտ քաղաքականություն է տարվում, ճիշտ կարողանում ես հենվել քո ուժերի վրա, քո հիմնական ուժերի վրա, դու միշտ հաջողություն ես ունենալու։ Մենք հենվելու ենք մեր սփյուռքի վրա հաստատ, մենք հենվելու ենք մեր մշակույթի վրա հաստատ, մենք հենվելու ենք մեր մանկավարժների վրա հաստատ, մենք հենվելու ենք մեր երիտասարդության վրա հաստատ, որտեղ ես վստահ եմ, երիտասարդները մի քիչ ագրեսիվ հայրենասիրություն ունեն։ Ես վստահ եմ, որ երևի 95% հայերի հայրենասեր են։ Այն մի 5% կա, որ հավատացել են այս տարիների ընթացքում
Փաշինյանի նարատիվներին, այսինքն Ալիևի նարատիվներին, որ մենք կարող ենք ինչ ա եղել, տողան իրար հետ կապրենք, չենք ապրի իրար հետ։ Հնարավոր չի հայ երիտասարդը մոռանա Արցախը, մոռանա մեր պատմությունը։ Դրա համար իրենք պետք է պայքարեն, իրենք պետք է գնան ընտրության, իրենք պետք է հաղթեն, ուրիշ տարբերակ մենք չունենք։ Մեր գլխավոր նպատակը լինելու է մեր երկրի զարգացումը։ Դուք հավատացեք, ես որ ասում են անվտանգություն բան, դա մենք շատ հեշտ ու շատ արագ ենք ապահովելու։ Ճիշտ հարաբերություն 1, 2, 3 պետության հետ ու ոչ մեկը ռիսկ չի անի նույնիսկ նայի մեր ուղղությամբ։ Չկասկածեք, մշակույթի գործիչներն էլ չպետք է կասկածեն, իրենք պետք է ավելի ուժեղանան, ավելի համարձակ լինեն, ոչ միայն այս իշխանության դեմ, նույնիսկ եթե վաղը մենք գանք իշխանության, իրենք պետք է ամենահամարձակները լինեն, ամենահետաքրքիրը լինեն, որտեվ չի կարող մարդը հոգևորը չունենա, լավ հայրենասեր երաժշտություն չունենա, այն ինքնության մասին, որ խոսում ենք, ինքնության գլխավոր շարժիչ ուժը մշակույթն է։ Եթե մշակույթ չունեցանք, մենք շատ արագ մոռանանք, թե Արարատ սարին նայելու մասին, այնա ջնջում են ամեն տեղից, թե եկեղեցու մասին, վերջը այս գործիչներով են ակտիվացնում պրոցեսները։ Առաջինը լինելու է մշակույթի, սփյուռքի եւ տուրիզմի նախարարություն։ Ինչի համար։ Մենք մշակույթով ենք զարգացնելու տուրիզմը, մեր բոլոր վանկերը կարգի բերենք։ Դրա համար մենք առաջին հերթին, դուք գիտեք, ես ամեն ինչ արեցի, որ մենք ունենանք աշխարհի համար ամենահետաքրքիր տեղը, Էջմիածինը։ Ես որ դուք պատկերացնեք այդ ներդրումները, որ արեցինք Էջմիածինի մեջ, ես կարող էի ամբողջ Հայաստանում իրենց այդ մանկապարտեզների ծրագիրը մենակ անձամբ անեի, վերջացնեի։ Բայց շատ մեծ գումարներ դրեցինք, որ մենք մարդկանց ցույց տալու բան ունենանք, նույն ձևի բոլոր մշակույթի օբյեկտները, եւ մենք ունենալով մշակույթի օբյեկտները կունենանք շատ անգամներ ավել տուրիստներ եւ բոլոր օբյեկտները իրենք են գումար աշխատելու եւ այդ աշխատավարձը, այդ մինիմումը, որ մենք հայտարարում ենք, որ մարդիկ վստահ լինեն իրենց վաղվա օրվա համար, դա բազմապատկվելու է անգամներով, ամեն տարի, քանի որ իրենք զգալու են, որ իրենք գումար աշխատող հիմնարկներ ունեն։ Իսկ նույն ձևը ինչի համար մենք չենք կարող ունենալ շատ ուժեղ թատրոններ, մենք պետք է աշխարհին ցույց տանք, քանի որ մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք եղել։ Ով է սա զարգացրել։ Աշխարհում մարդ կա, որ սրանով ինչ որ գումարներ դրել է, ամբողջ աշխարհին լսեցրել է, որ առաջի քրիստոնյա պետությունը էսա ու ունի այսպիսի օբյեկտներ մշակույթային։ Մնում է պետական քաղաքականություն տանենք այդ ուղղությամբ, որ մարդիկ հասկանան, բերենք աշխարհին ցույց տանք, որ սենց շատ սիրուն լավ երկիր ունենք։ Մենք որպես առաջին քրիստոնյա պետություն կարող ենք հենց հոգևոր երգի համաշխարհային ֆեստիվալով, այսպես որը կմտնի համաշխարհային։ Ահա։ Զվարթնոցը սարքենք, օրինակ աշխարհում դες բան կա, ոչ մի տեղ էլ չկա։ Կասկած չունեմ, որ հավաքական ընդդիմությունը կունենա 50-ից ավել տոկոս ձայներ, բայց նույնքան էլ վստահ եմ, որ իրենք չեն ընդունելու այդ արդյունքը եւ ամեն ինչ անելու են, որպեսզի նկարեն այնտեղ խախտումներով, ինչ որ ինչա տեղի ունենալու այդ դեպքում, այսինքն ինչպես ենք մենք պահպանելու այդ ձայները։ Փաշինյանը սովորական մի հատ վախկոտ, թույլ, իրենից ոչինչ չներկայացնող, մի հատ ժամանակավոր տեղադրված, լեզուս էլ չի վռում, ասեմ վարչապետ, ինչ որ պաշտոն է զբաղեց։ Տեղապահ, Ալիևի մարզպետն է, որ բերել դրել են ստեղ,
որ քանդի ես երկիրը, բեր միացրա մեզ։ Ինքը ոչ մի բան չի կարողանալու անի։ Ինքը հիմա արդեն ամեն օր անում են։ Տներ կա մինչև 300 մարդ գրանցված ունեն։ Կա 50 մարդ են գրանցել, հələ նախկինում, հիմա չէ, գրանցած պահում են, որ երբ իրենց պետք է ձայներ ստանան։ Կա, մենք տեսնում ենք դա, բայց ինքը մարդը երբ կարող է դա անել, երբ որ ու չի հերիքում լավ 5%, որ ինքը անցնի։ Ինչպես խաղաղությունը երաշխավորվի է, այդպես էլ ընտրությունները պետք է լինի երաշխավորված։ Իրան երաշխավորվում է արևմուտքը, իսկ այս պարագայում արևմուտքը ներկա է Թուրքիայի դեմքով։ Կարծում եմ, որ պիտի երաշխավորված լինի նաև ընդդիմությունը։ Դուք վստահ եք, որ թիկունքում այդ երաշխավորությունն ունիք։ Մեզ երաշխավորելու է մեր ժողովուրդը։ Ես վստահ եմ մեր ժողովրդի վրա, մեր ժողովրդի ուժի վրա, ու կգա օրը դուք տեսնեք, ամենին ճիշտ է լինելու։ Ինքը չի կարող քայլեր կանի, ես կասկած չունեմ, բայց պատասխանել կստանա, ես էլի կասկած չունեմ։ Ես կարծում եմ, որ հիմա պետքա այս արհավիրք կառավարությանը արձագանքել իր իսկ լեզվով, այսինքն ինքը վախի մթնոլորտ է փորձում տարածել եւ այսօր պետքա ուղղակի հակառակ դրան ունենանք համարժեք պատասխան։ Մենք այսօր պետքա ճնշում գործադրենք, հանրային ճնշում գործադրենք ամեն մեկս մեր հերթին եւ մեր բոլոր բարեկամները եւ ընկերները։ Դուք ձեր ազդեցությունը, ձեր խոսքը պետք է ունենաք։ Շատ կարևոր է մշակույթի գործիչների, մանկավարժների, ով ազդեցիկ խոսք ունի, դուք տեսնում եք շատ մանկավարժներ, նույնիսկ տնօրեններ իրենց աշխատանքից դուրս են գալիս, միանում են մեր շարժմանը, եւ դա ամեն օր ավելանում է։ Գլխավորը ասեմ, գնան ընտրության, մեր երիտասարդությունը պիտի գնա ընտրության, գլխավորը, որ մենք հայ պետք է մնանք։ Այսօր խնդիրը ասֆալտի կամ ինչ-որ դեղերի խնդիր չի, այսօր մենք հայ ենք, թե հայ չենք։ Շնորհակալություն, որ դուք մտաք քաղաքական դաշտ, որովհետև բավական անհույս վիճակ էր։ Եվ հիմա հավատ բերեցիք էլի մի քիչ, շատ շնորհակալություն։ Քարոզարշավին դուք ասեք այն ինչ որ հիմա մեզ ասում են, շատ ասեք, որտև շատ վստահ եք ասում եւ հավատ եք ներշնչում, քիչ եք խոսում, երևի պետք է շատ խոսեք։ Ինչ վերաբերվում է խոսելուց, հենց ունեցել եմ հնարավորություն ամեն օր խոսում եմ։ Ես ընդամենը 1 ամիս ունեմ հնարավորություն խոսելու, դրանից առաջ բացարձակ ուրիշ պայմանների մեջ էի, ամեն օր խոսում եմ, ամեն օր մարդկանց հետ հանդիպում եմ, ամեն օր փորձում եմ հասցնեմ մարդկանց մեր գաղափարները, ինձ թվում է շատ բան հաջողվում է, բայց քանի որ մենք ընդամենը 7 ամսվա կուսակցություն ենք, չէինք ստեղծել համակարգ, որ լսելի դարձնենք մեր խոսքը արագ։ Հիմա փառք Աստծո արդեն դա ենք ստեղծել, ունենք, բայց արդեն քիչ ժամանակ ունենք, բայց մենք հասցրել ենք ինչ պետք է հասցնենք շատ մարդկանց, մեր շատ քիչ տոկոս է մնում, որ հասցնենք մեր գաղափարները, մնացածը արդեն ժողովուրդը պետք է ընտրություն կատարի։ Մենք շատ ենք շեշտում 300,000 ադրբեջանցիների թեման, ամեն օր շեշտելու ենք, 10 օր ենք շեշտելու, որ մարդիկ զարթնեն։ Մարդկանց սա է կարևոր, որ իրենք լսեն, որ մեր երկիրը վտանգի տակ է։ Շատերը մեզնից ունեն մեծ լսարան, վերջի վերջը շատերը սիրում են Արման Նավասարդյանին, Լևոն Հարությունյանին, ինչ կարող ենք տալ մենք։ Յուրաքանչյուրիս գործն է անել ամեն ինչ, որ մարդիկ գնան ընտրության։ Շատ ճիշտ բառեր ասում մայրը, նորից եմ ասում, շատ կարևոր է ձեր խոսքը։ Հանրությունը ձեզ տարիներ շարունակ տեսել է, հանրությունը ձեզ հարգում է։
Դուք ընդամենը մեկ բան եք պահանջում իրենցից, գնանք ընտրության, որ հայ մնանք։ Այսինքն ինչ որտեղ չվիրավորվեք, բայց դուք պարտավոր եք դա անեք, որովհետև դուք մեր էլիտան եք, դուք պետք է լինեք լոկոմոտիվը։ Միայն կարողանանք այս 10 օրվա ընթացքում ավելի շատ ներշնչենք մարդկանց, որ վախենալ պետք չէ, պատերազմ չի լինելու, պատերազմ բերողը այս մարդն է, ուրիշ պատերազմ բերող չի լինելու։ Մենք գործով ապացուցել ենք, որ մենք տնտեսություն զարգացնող մարդիկ ենք, ամեն քայլափոխում դա արել ենք, իսկ պետության հնարավորություններով մենք դա ուրիշ թափով ենք անելու։ Գիտեք, երբ որ մենք այսպես հաճախ անուններ ենք տալիս, Չարենց, Շիրազ, Խաչիկ Դաշտենց, Պարուսևակ եւ այլ, հաճախ այս վիճակում, այս իրավիճակում ոչ այնքան նրանց ժառանգությունը ստեղծածը նկատի ունենք, այլ կեցվածքը ըմբոստ էին, չէ՞ այդ մարդիկ։ Այն ռեժիմի դեմ էին ըմբոստ։ Ամենածանր ռեժիմի հետ։ Ահա, բա մենք նրանց ժառանգներն ենք ախր, այսպես պիտի պահեինք, գրկաբաց պիտի ընդունեինք հակահայ, չհայ ուժին, հələ մի մեծ թվար զանգվածել դաշինքի մեջ մտներ հետները։ Գետինը մտնելու բան է սա ախր։ Հասկանում եք ինքը ոնց արեց, աղքատացրեց ժողովրդին, քաոս մտցրեց ժողովրդի մեջ, բոլորը իրար ատում են։ Այնպիսի ատելության մթնոլորտը մեր ժողովրդի մեջ, ու դուք երևի տեսնում եք այդ մեդիա արտակներում, չկա այդպիսի պետություն, այդպիսի ազգ, որ բոլորը իրար հայոյ են։ Մարդիկ կորցրել են իրականությունը, մարդիկ մոռացել են, որ իրենք հայի ծնունդ են։ Այսի առաջի հերթին մենք պետք է հաղթարենք։ Մենք վախը պետք է հաղթարենք։ Այն որ ասում է սուր հասանք մենք, էլի։ Մենք վերջը տեսել ենք, որ 8 տարի առաջ այսպիսի բան չկար ու չէր կարող լինել, չէ՞, մեր երկրի ու ժողովրդի հետ։ Դրա համար շատ լուրջ պիտի մոտենանք բոլոր հարցերին։ Դարեր շարունակ մեր եկեղեցին մեզ պահել է մեր ինքնության մեջ եւ այսօր այդ պահն է, որ մենք բոլորս պետք է տեր կանգնենք մեր եկեղեցուն, պաշտպանենք եւ դուք արեցիք եւ ձեր այդ նախադասությունը դա շատ կարեւոր գաղափարախոսություն էր, դա ուղղակի վերաբերմունք չէր։ Դրա համար շնորհակալություն ձեզ, նաև այս պահին, այո, տնտեսական վերելքի մասին, տնտեսական փոփոխությունների մասին շատ է խոսվում, բայց իմ պատկերացում հայրենադարձությունը որպես պետությունը հզորացնելու միջոց շատ կարևոր է։ Հայրենադարձությունը կարող ենք ապահովել, երբ ստեղծենք 300,000 աշխատատեղ։ Հիմա նայեք, եկան, նույնիսկ 10,000 մարդ եկավ։ Մենք ոչ մի պայման չունենք ստեղծած, ոչ մի հնարավորություն չկա, այդ մարդիկ չեն գալու առանց աշխատանք նստելու։ Մենք ունենք մոտարապես 500,000 չաշխատող մարդիկ։ Հիմա հիմնականում մարզերում առաջին հերթին մեր ծրագրերը, որ հայտարարել ենք, դրանք շատ լուրջ, շատ բարձր նշաձողով ծրագրեր են, եթե մենք պայմանները ստեղծենք, լավ աշխատատեղ, լավ արձատրվող աշխատատեղ, տուրիստները եռան Հայաստանում, վազելու են գան Հայաստան ապրեն, մարդը գնում է այնտեղ, որտեղ աշխատելու հնարավորություն կա, ընտանիքը լավ պահելու հնարավորություն կա, բայց մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ ամենալավ գլուխները կան։ Եվ ես այն որ ասում եմ ձեր բախտը բերել է, որ այդ ստեղծելու ձևը գիտեմ, Սփյուռքին գիտեմ, Սփյուռքին ճանաչում եմ, Սփյուռքի հետ միասին ենք էդի ստեղծելու։ Ես մենակ խոսքեր չեմ ասել, դուք շատ արագ, հենց առաջի ամիս տեսնեք Սփյուռքի աջակցությունը մեզ։ Ամեն ինչով,
որտեվ ես ամբողջ կյանքս Սփյուռքի հետ ապրել եմ ու ոչ միայն Ռուսաստանի Սփյուռքի հետ, բոլորի հետ ունեմ շատ լավ հարաբերություններ, բոլորը վստահ են, որ ինձ վստահում են եւ կգան մեր խոսքերին հավատալով։ Մենք միևնույն է լինելու ենք բոլոր հայերի իշխանությունը, թե Սփյուռքի, թե Փաշինյանին ընտրող հայերի, թե մեզ ընտրող հայերի, մենք միավորելու ենք ազգը։ Մարդիկ աշխարհում սկսել են վստահել գործով մարդկանց։ Դրա վառ ապացույցներ օրինակ վերջին ընտրությունների Միացյալ Նահանգներում։ Ամերիկացի ժողովուրդը ձայն տվեց անձնավորության, որը բիզնեսմեն է, որը գործով ապացուցում է եւ ապացուցել է, որ ինքը բարօրություն է բերում, փաստը։ Եվ դա մենք տեսնում ենք նաեւ նորից եմ կրկնում եւ Եվրոպայում եւ մյուս երկրներում, պարոն Կարապետյան, ձեզ վստահում են։ Ես այս օրերին որպես կանոն հանդիպումներ ենք ունենում ամենատարբեր մարդկանց հետ եւ հարց եմ ուղում։ Գնալու ես ընտրության թե չէ, իսկ ում ես ձայնը տալու, եւ բոլորը, գրեթե բոլորը միանշանակ ասում են. Կարապետյանին մենք վստահում ենք, ինքը սուտ չի խոսում։ Եվ դրա ապացույցը ձեր կյանքն է, եւ դուք դա հաստատում եք։ Այնպես որ ամսի 7-ին ես հաջողություն եմ ցանկանում թե ձեզ եւ թե մեզ բոլորիս։ Նայեք ինչ կատարվեց աշխարհում։ Նախկինում չկար ինտերնետ։ Հիմա իրենից ոչինչ չներկայացնող մարդը, եթե կարող է մի քանի հատ տարբեր բառեր, որ հասարակության մեջ չեն օգտագործվում, սկսի օգտագործել, մարդիկ կհամարեն, որ սա մտքի գիգանտ է եւ հիմնականում մի ժամանակահատված, մի 10-15 տարի այդպիսի մարդիկ եկան աշխարհում իշխանության, պոպուլիստները, ովքեր ոչինչի առաջ չեն կանգնում։ Դուք հիշեք Փաշինյանը ինչպես եկավ իշխանության։ Զերո մարտը ամբողջ Հայաստանը հանեց ոտքի, խապեց բոլորին իր ստերով, եկավ իշխանությունը վերցրեց։ Բայց տարիների ընթացքում արդեն մարդիկ, հասարակությունները հասկանում են, որ սա ընդհանրապես կապ չունի զարգացման հետ։ Ու շատ երկրներում խապնվեցին, նույն Չեխիայում խապնվեցին, տեսեք հիմա էլի հզոր տղա եկավ, հաղթեց, որտեղ մարդիկ զարգացում են ուզում։ Զարգացում կարող է ապահովել զարգացում ունեցած մարդը, չի կարող, հասկանում եք, ինչ էլ ուզում եք, չեմ էլ ուզում մեղադրեմ հայկական դաշտի մարդկանց։ Վերջը մենք ունենք սահմանափակ տնտեսություն։ Սահմանափակ տնտեսություն ոլորտներով նույնպես, այսինքն մարդը չի զարգանում Հայաստանի տնտեսության մեջ։ Ինքը չի կարող ունենալ հնարավորություն երկիր զարգացնելու։ Վերջը, եթե դու կարողացել ես խոշոր պետությունների տնտեսության մեջ հարցեր լուծես, հաստատ Հայաստանում կլուծես այդ հարցեր, էլի, որտեղ վերջը ուրիշ գիտություն է այնտեղ, ուրիշ ռիսկ է, ուրիշ հնարավորություն է, զարգացնելը միշտ ռիսկի հետ կապված քայլեր է, եթե դու կարողանում ես կառավարես ռիսկերը, ես միշտ հիմա անխուսափելի է համարում, որ մենք ստեղծենք կուսակցություն շատ կարճ ժամանակում մենք կլինենք առաջատար ուժ, քանի որ ես գիտեի ռիսկներ կառավարելը, գիտեի ինչպես ուժեղացնել մեր ուժեղ կողմերը, ինչպես մեր թույլ կողմերի վրա աշխատեի։ Հիմա ինչ որ խոսույթ կա, որ փորձված մարդիկ, ինչ փորձված մարդիկ, ինչի փորձ ունեն էլ այդ մարդիկ, որ մենք չունենք, չէ՞, ճիշտ եմ ասում։ Մի ցանկացած մարդու վերցրեք, կանգնեցնեք, թող ինքը ասի ինքը ինչի փորձ ունի, ես չունեմ։ Ու ես ասեմ, ես ինչի փորձ ունեմ։ Վերջը
այս տարիների ընթացքում շատ բան ենք տեսել, էլի ինչը որ Հայաստանում չկա, հնարավոր չի ստեղ տեսնել։ Միգուցե ավելի խելացի մարդիկ շատ կան ինձանից, բայց են կյանքով անցած հաստատ չկան։ Ներկայիս սահմանադրությունը ինքը գերլիազորություններ է ստեղծում վարչապետի համար։ Սրա հետ կապված ձեր ուժը որևէ բան փորձելու է անի, որպեսզի հակակշիռների մեխանիզմներ ստեղծի, որ այն վատագույն սցենարից խուսափենք։ Մենք անպայման հասնելու ենք դրան, որ փոխենք կիսանախագահականի եւ անպայման սահմանափակենք 2 ժամկետով։ Դուք տեսնում եք աշխարհը ինչ պրոգրես է ապրում։ Մենք պետք է համապատասխանենք այդ պրոգրեսի հետ։ Ես չնայած որ օրը տեսա, կապ չունի 1 տարի հետո, 2 տարի հետո ինձանից ավելի ուժեղ մարդ, ես հաստատ շատ սիրուն կզիջեմ ամեն ինչ։ Ես չեմ կարճելու ոչ մի բանից։ Նու վստահ եղեք, որտեղ իմ նպատակը նստել է դատորին չի, է դատորը ինձ համար մեծ պատասխանատվություն է։ Փաշինյանից սպասելիքները մեկ բանա լինելու, ինձնից ես գիտեմ լրիվ ուրիշ բան են սպասելու ժողովուրդը, ես դրա պատասխանատվությունը հասկանում եմ, բայց ես ուզում եմ ցանկացած ձևով այս երկրի զարգացման ռելսի վրա կանգնեցնենք, հետո ես կարող եմ քաշվել մի կողմ, բայց պետք է կանգնեցնենք զարգացման ռելսի վրա։